Նախ մայրական արգանդում եղած ժամանակ։ Շատ նորածիններ ծնվում են արդեն դիվային խնդրով։ Դա տեղի է ունենում մոր արված կամ չարված ինչ-որ բանի պատճառով։ Եվ ամենամեծ վտանգը, որ բացում է չծնված երեխաներին դևերի համար, դա գաղտնագիտության կամ օկուլտիզմի մեջ ներգրավվելն է։ Ուզում եմ ասել, հնարավոր չէ ներգրավել օկուլտիզմի մեջ առանց դևերի ազդեցության տակ ընկնելու։ Կա մի հայտնի ասացվածք, ով սատանայի հետ ճաշում է, պետք է երկար ծայրով գդալ ունենա։ Բայց ես ասում եմ, ոչ մի գդալ բավականաչափ երկար չէ, որ ապահով դարձնի սատանայի հետ շփումը։ Ուզում եմ կարդալ երկրորդ օրինաց 18-րդ գլխից, միջազգային նոր թարգմանությունից, որպեսզի տեսնենք, թե Աստված ինչ է ասում օկուլտիզմի մասին։ Խոսքը ներգրավվածությունն է զանազան ոգիների հետ, որոնք կապ չունեն Սուրբ Հոգու հետ։ Այս խոսքերն ուղղված են Իսրայելին, մինչ նրանք մուտք կգործեին խոստացված երկիր, երկրորդ օրինաց 18-9-ից 12։ Երբ մտնես քո Տեր Աստծո քեզ տված երկիրը, չհետևես այդ ազգերի գարշելի սովորույթներին, ձեր մեջ չպիտի գտնվի իր տղային կամ աղջկան կրակից անցկացնող։ Այսինքն առաջին արգելված արարքը երեխաներին կենդանի զոհ բերելն է մողոք Աստծուն կրակի մեջ։ Եվ շատ կարևոր է հասկանալ, որ Աստված նույն կարգում է դասում այս արարքի հետ մյուս բոլոր հրամայված արգելքները։ Ոչ մի տարբերություն չի դնում։ Ձեր մեջ չպիտի գտնվի իր տղային կամ աղջկան կրակից անցկացնող կամ կախարդությամբ զբաղվող, գուշակող ու հմայող։ Գիտեք, թե գուշակությունն ինչ է, դա բախտագուշակությունն է, այն փորձում է գերբնական ճանապարհով մի բան իմանալ, որը չի բխում Աստծուց։ Յուրաքանչյուր բախտագուշակ հենց դա է անում։ Եթե դուք երբևէ եղել եք բախտագուշակի մոտ, ապա դուք ձեզ դրել եք հմայության ոգու ազդեցության տակ։ Հիշում եմ մի կնոջ, որն ազատագրության կարիք ուներ հմայության ոգուց։ Նա ասաց, ես չեմ կարողանում հասկանալ, թե այն ինչպես էր մուտք գործել իմ մեջ, սակայն ես հայտնաբերեցի, որ նա լրագրի մեջ պարբերաբար կարդում էր աստղագուշակություն։ Եվ դա բավարար էր այդ ազդեցության տակ հայտնվելու համար։ Դե ձեզանից ոչ ոք նման բան չի անում։ Կախարդությամբ զբաղվող սա այսօր մոլեգնում է Միացյալ Նահանգներում սպիտակ տնից մինչև ամբողջ ազգի մեջ կախարդությունը մոլեգնում է։ Գուշակող ու հմայող եւ կամ հավահմա, նաեւ կախարդ կամ վհուկ կամ բախտասած